Ժողովուրդ ջան, ուրեմն նախ ցանկանում եմ մեր կենսաթոշակառուներին շնորհավորել։ Այն 10,000 դրամը, որը որ երեք անոնսվեց որպես թոշակի բարձրացում, նրանց բոլորին շատ անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է, որովհետև մարդկանց զգալի մասը այդ 10,000 դրամը նույնիսկ դիտարկում է որպես մեծ հաջողություն, մեծ բարեմաղթություն։ Այս իմաստով ես նրանց բոլորին շնորհավորում եմ եւ բոլորին ասում եմ, որ սա ձեր հաղթանակն է։ Հավանաբար այս քաղաքական խմբակը, որը որ դեռևս ունի այդպիսի կաշառքներ, ընտրակաշառքներ բաժանելու դեռևս լիազորություն, հնարավորություն, նրանք չեն ճանապարհորդում մարզերում, քաղաքներում, գյուղերում։ Ուրեմն Արթիկից միջև Լոռի, Լոռից միջև Տաուշ, Տաուշից միջև Սիսիան, մնացած Արտաշատ, Արարատ, մնացած բոլոր մարզերը գնացել ենք։ Այս բոլոր մարզերում մենք ունենք մեր գրասենյակները, բոլոր մարզերի մեր գրասենյակներին կից գործում են տարիցների ակումբները եւ այս իմաստով ձեզ ասեմ մարդկանց հետ շփումը, մարդկանց զարկերակը, մարդկանց ամենուր հոգսերի հետ, որ մենք ծանոթանում ենք, մենք հասկանում ենք, որ այս մարդիկ արժան են ոչ թե 10,000-ների կամ 25-30 հազարների, այս մարդկանց սահմանադրական դա իրավունքն է եւ նրանք արժան են ավելի բարձր գումարների։ Հիմա մի համեմատություն եմ ուզում անցկացնեմ, համեմատությունը դա մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի թոշակառուի ստացած գումարների մեջ է։ Ուրեմն Ադրբեջանում ստանում են հայկական թոշակառուից ավել 2 անգամ բարձր թոշակ, Վրաստանում մոտավորապես 1.5 անգամ բարձր, Թուրքիայում ստանում են մոտավորապես 4.5 անգամ բարձր թոշակ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այս երկիրը մոռացել է թոշակառուին, մոռացել է այս երկիրը կառուցողին։ Հիմա մենք հրապարակում ենք, չէ՞, այս շենքերը, որ մենք տեսնում ենք, այս բոլոր շենքերը կառուցել են թոշակառուները։ Այս ճանապարհները կառուցել են թոշակառուները, մետրոն, ենթադրենք այս նույնիսկ այգիները, բոլորը կառուցել են թոշակառուները, եւ այս մարդիկ դուրս են մնացել պետական հոգացությունից։ Հիմա այդ 10,000 դրամի հետ կապված մի ցանկություն էլ կա ասելու, որ 10,000 դրամը, որը որ անոսվեց իբր թե օժանդակություն, սրա մասին կարելի ասել կառավարության բոլոր անդամները տեղյակ չէին։ Ընդամենը 1-2 օր առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար այդ երիտասարդը պնդում էր, որ թոշակ ովքեր պահանջում են բարձրացնելը, նրանք պոպուլիստներ են, նրանք խաբում են ժողովրդին, նրանք բյուջեի ծախսերի տեղը չգիտեն, նրանք սա չգիտեն մնացածը, բայց ես հավատացնում եմ, որ այս մեր պահանջը, որ 50%-ով բարձրացնենք թոշակները եւ յուրաքանչյուր տարի մենք ինդեքսավորում կատարենք, սա հստակ հաշվարկված էր։ Հստակ հաշվարկված էր սրա տակ կար պլանային տնտեսագիտական ֆինանսական հիմնավորումներ եւ այս իմաստով մեր պահանջը ոչ թե պոպուլիզմ էր, դա հիմնավորված պահանջ էր եւ այդ հիմնավորված պահանջին, երբ որ միացավ մեր ժողովրդի թոշակառուների, նրանց ընտանիքների, երիտասարդների կամքը, մենք կհասնենք հաջողության։ Սա ընդամենը մեկ քայլ է դեպի մեր հաղթանակը։ Ես ձեզ ասում եմ եւ մեր թոշակառուներին հավաստիացնում եմ, որ ամռանը, երբ մենք իշխանության մաս կկազմենք, այդ 50%-անոց մեր նպատակը, որ մեր առջև դրած էր եւ ինդեքսավորումը, դա չի լինելու մեր համար վերջնական կետ։ Սոցիալական ծրագիր մենք ունենք մշակած 87 կետից բաղկացած եւ դա անընդհատ կետ առ կետ հանրայնացնում ենք եւ այդ սոցիալական ծրագիրը իր աշխատանքների ավարտին բերելու է ոչ թե 50%-անոց աճ, 100 եւ ավելի եւ դրան միասին սոցիալական բազմաթիվ արտոնություններ թոշակառուի իրավունքը այս երկրում պետք է լինի անվտանգ ապրել սոցիալական բավարարության մեջ եւ ապրել այն մտքով, որ ինքը ապրում է իր երազանքի երկրում։ Շնորհակալություն։ Եթե հարցեր կա, խնդրեմ։ Չնայած նրան, որ հարցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է, բայց ամեն դեպքում ինչպես փորձում ցույց է տալիս շատ դեպքերում, Նիկոլ Փաշինյանը փորձում է փառքը վերցնել իր վրա եւ առաջինը ինքը հայտարարել դրա մասին։ Նույնը եղավ եւ կենսաթոշակների դեպքում, ըստ նորմալ է։ Ես կարծում եմ, որ 10,000 դրամով ընտրակաշառք կամ փշրանք բաժանելը դա փառքի ճանապարհ չէ։ Առաջինը, երկրորդը մենատիրության իշխանական այդ մարմաճը, որ որոշ մարդկանց մոտ կա, իհարկե ընդունելի չէ, որովհետև կառավարությունը դա պետական բյուջեի ծախսերի, եկամուտների հավաքագրման
հիմնական օրգանն է եւ այդ հիմնական պետական լիազոր օրգանի ցանկացած լիազոր անձ, լիազոր անդամ պետք է իրականացնի իր աշխատանքային անձնագրի մեջ իրեն ներառված լիազորությունները։ Իհարկե, կա այստեղ առաջ գնելու նաեւ միտում, ես դրան ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, կարևորը որ թոշակառու գոնե մայիս ամսից 10,000 դրամ ավելի գումար կստանա։ Սա է մեր համար կարևոր, թե չէ ով ասեց, ով չասեց, ես այդ խմբակի մեջ ոչ մեկին իրարից չեմ անջատում։ Բայց իրենք ասում են, որ սա ոչ թե ինչ-որ պահանջ էր, որին իրենք գնացել են եւ վերանայել են իրենց քաղաքականությունը կենսաթոշակային, այլ ուղղակի գնաճը այն աստիճանի էր, որ իրենք այդ գնաճից մաս են հատկացրել 10,000 դրամ ավելացնելու։ Գնաճի հետ կապված թեման ասեմ, գնաճը հստակ կարգավորվող process է եւ գնաճի կարգավորման այդ գործիքները գտնում են կառավարության ձեռքում։ Այլ բան է, որ ներկա կառավարությունը գնաճի մեղմելու, գնաճի հետևանքները մեղմելու համար աշխատանքներ, հիմնական աշխատանքներ, համակարգային աշխատանքներ, հանգույցներ պարզապես չի ձևավորել։ Այլ բան է, որ այդ գնաճը նույնիսկ որոշակի իմաստով ներկա կառավարությանը օգուտ է, որովհետև գնաճից ձևավորում են շրջանառությունները ավելի բարձր մակարդակի, եւ այդ ավելի բարձր մակարդակի շրջանառությունները հնարավորություն տալու պետական բյուջեի համար որոշակի եկամուտներ գներացնել։ Իսկ այդ եկամուտների բաշխումը ես կարող եմ ասել, որ արդարացի չէ եւ որպես հիմնավորում ենք կարող ներկայացնել ծմռանը դեկտեմբեր ամսին բաժանված այդ միլիարդավոր պարգևավճարները, որոնք կարող եմ ասել ընդհանրապես տեղին չէին եւ կարող են գոնե 1-0-ով պակասել։ Տնտեսական աճին էին իրենք վերագրում, որ սա իրենց լավ աշխատանքի արդյունքն է, տնտեսական աճային աստիճանի է հասել, որ նրանք այդ աճից մտածել են, որ հաշվարկ են արել, որ կարելի է, բայց իրենք հաշվարկ նույնիսկ չէին էլ արել, որովհետև երեք առաջին անգամ Գևորգ Պապոյան ասաց, հաշվելով մտքում եւ ասաց, որ 75 միլիարդ տարեկան փաստորեն դրացուցիչ բան է, ծախս է դառնում։ Ընդամենը օրեր առաջ նույն կառավարության մյուս անդամը, որը ավտոմեքենայից սալոնից ինչ-որ սրտիկներ ուղարկելու կամ երկի անհաջող փորձեր է կատարում, պնդում էր, որ ընդհանրապես ոչ մի կոպեկ չկա թոշակները բարձրացնելու կամ հետվճարի տոկոսը բարձրացնելու։ Կարծում իրենց հաշվարկների վրա ծանրանալը անիմաստ է, որովհետև այդ հաշվարկների տակ չկա իրական թվեր, ասում եմ չկա, որովհետև եթե հիմք են ընդունում տնտեսական աճը, ապա մենք նախորդող տարիներից մեկում ունեցել ենք ավելի բարձր տնտեսական աճ եւ միգուցե այդ տարի բարձրացնեն եւ միգուցե թոշակառուների արժեվ ներողություն խնդրեն, որ այդ տարիներին թոշակները չեն բարձրացել։ Եվ չունեք մտավախություն, որ նրանց այն հաշվարկները, որ այսպես դեռ լողում են, լղոզած, ոչինչ հայտնի չէ, այդ հաշվարկը ոնց են անելու, ում նկատմամբ են անելու, կենսաթոշակային որ խավի նկատմամբ են անելու, մտավախություն չկա, որ ի վերջո սա էլ կդառնա ուղղակի պոպուլիստական մի քայլ, անունը կդնեն թոշակի բարձրացում, բայց իրականում կամ նվազ շատ նվազ չափով կամ այնքան որ նախընտրական, այսպես քարոզարշավի PR լինի։ Այդ թեմայի հետ կապված կարող եմ ասել, որ որոշումը, որ ապրիլի 1-ից պետք է մտնի ուժի մեջ, դա նոր մայիսի 1-ին կդառնա կոնկրետ գումար թոշակառուի դրամապանակում, այդ առաջին։ Երկրորդ 10,000 դրամը այն ողորմելի գումար է, եւ այդ ողորմելի գումարի շուրջ ինչ-որ կասկածներ ունենալ, որ կտան, չեն տա, ոնց կլինի, ինչ կլինի, սա ընդհանրապես կարելի է չքննարկել։ Սա ողորմելի գումար է, որովհետեւ թոշակառուների զգալի մասը կոմունալ ծախսեր նույնիսկ չեն կատարում։ Սառող բնակարաններում հավաքում իրար գլխի, որպեսզի գնան հետվճարը կոպեկներ վաստակեն, 3,000, 4,000 դրամ կոպեկներ վաստակեն, որպեսզի իրենց ընդհանրենք անկախի կառույցի մեջ իրականացվող ծավալը գոնե բարձրանա։ Հասկանում եմ արդյոք 20%-ը նրանց առողջային տարածքներում պարզապես վազքի հնարավորություն է տալ ընդամենը։ Բայց կանխատեսումներ ունեք, որ այդ 10,000 դրամը քվե կդառնա։ Իհարկե, ես նամակներ եմ ստանում, որական հարյուրավոր նամակներ եմ ստանում, ես չեմ ուզում խոսամ անեծքների մասին, հայհոյանքների մասին, ժողովրդի մեծ մասը, թոշակառուների մեծ մասը, նրանք պնդում են, որ դրանով իրենց ձայնը չեն գնելու։ Այս ժողովուրդը այս երկիրը ստեղծել է, այս երկիրը պահել է, աշխատել է եւ մի բան է ձեզ ասեմ, վերջին օրերին մենք նախկին խոշոր արդյունաբերական հանգույցների թոշակառուների հետ ենք շփվում, բոլորը միաձայն պնդում են, որ
երկրում այդ 10,000 դրամ կամ 5%, 10%, 20% բարձրացնելը դա դեղին դարման չէ։ Պետք են համակարգային փոփոխություններ եւ կարծում եմ համակարգային փոփոխությունները կլինեն ամառվա կեսերից։